Արդեն համաձայնեցված, հրապարակված, շահեկան, սակայն ոչ վերջնական տարբերակ։ Այսպես բնորոշեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թրիփ իրականացման շրջանակ վերնագրով փաստաթուղթը։ Անցել է ընդամենը 5 ամիս եւ մենք ամերիկյան կողմի հետ ուրեմն բանակցություններում հաջողել ենք արդեն շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, չգիտեմ, հիմնադրման ուրեմն ձևին, բաժնեմասերին, կրկին սկզբունքներին եւ այլն։ Արտաքին գործերի նախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի քննարկման հիմնական նպատակը եղել է թրիփ նախաձեռնության կյանքի կոչումը։ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ շեշտեց. կարևորվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականության լիակատար պահպանումը։ Այն, ինչ մեզ հանրային հնչողության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է։ Թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Թրիփը նախարարի ձևակերպմամբ ոչ թե լոկալ տրանսպորտային հանգույց է, այլ տարածաշրջանային նախաձեռնություն։ Ինչ վերաբերում է նախագծի բովանդակությանը եւ ոգուն, ապա այստեղ առանձնանում են մի քանի կարևոր շերտեր։ Առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է։ Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք։ Միրզոյանը պարզաբանեց նաև front office, back office աշխատանքային մոդելի էությունը, ներկայացնելով ծառայությունների մատուցման մեխանիզմը։ Թրիփ ընկերության հետ պայմանագիր ունեցող մասնավոր օպերատորները կզբաղվեն front office-ի գործառույթներով։ Փաստաթղթերի նախնական հավաքագրում, տեղեկատվության եւ ուղեցույցների տրամադրում, առևտրի տարածման վճարների հավաքագրում եւ ուրեմն վճարումների մշակում։ Ընդ որում առանձին նշվում է, որ հարկերը Հայաստանի Հանրապետության, մաքսային տուրքերը, պարտադիր վճարները ուղղակիորեն հենց այդ փուլում միանգամից գանձվում են պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համաձայն գործող օրենսդրության եւ հարկաբյուջետային ընթացակարգերի։ Ներդրումներին անդրադառնալով արտաքին գործերի նախարարը նշեց, որ ԱՄՆ-ն նախատեսում է իրականացնել մեծածավալ ներդրումներ, մինչդեռ Հայաստանը կտրամադրի կառուցապատման իրավունքը։ Կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում, սակայն ըստ Միրզոյանի ենթակառուցվածքների շինարարությունը հնարավոր կլինի սկսել արդեն ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի թրիփ զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է թրիփ զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26% բաժնեմասը։ Ասուլիսի ընթացքում ABC մեդիայի հարցին, թե գերիների մասին քննարկում եղել է արդյոք, Միրզոյանը պատասխանեց. Այո, քննարկվել է իմ եւ պետքարտուղարի միջև հանդիպմանը Ադրբեջանում պահվող նաեւ հայ անձանց հարցը։ Այսքանը։ Իսկ հարցին, թե թրիփը կարող է արդյոք վերածվել Հայաստանի նկատմամբ շանտաժի կամ ճնշման գործիքի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, արտաքին գործերի նախարարը պատասխանեց, որ նման ռիսկ չի տեսնում։ Անդրադարձ եղավ նաեւ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությանը, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն ներկայացված է մի շարք ենթակառուցվածքներում, այդ թվում երկաթուղում, թրիփի իրագործմանը չի մասնակցի, սակայն դրա շարունակականության շրջանակում գործակցության տարբերակները չեն բացառվում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։